Ճապոնիայի հյուսիս-արևելքում տեղի ունեցած 7,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի հետևանքով առնվազն 30 մարդ վիրավորվել է, հազարավոր մարդիկ տարհանվել։ Երկրաշարժը գրանցվել է Աոմարի ափերից շուրջ 80 կիլոմետր հեռավորության վրա, 50 կիլոմետր խորությամբ։ Իշխանությունը զգուշացնում է, որ առաջիկա օրերին հնարավոր է նոր ավելի ուժեղ ցնցումներ։ Երկրաշարժի հետևանքով դադարեցվել է որոշ գնացքների աշխատանքը, իսկ հազարավոր տներ մնացել են առանց էլեկտրականության։ Տեղական իշխանությունները բնակչությանը հորդորում են մոտ մեկ շաբաթ պահել բարձր պատրաստվածություն։ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը տհաճ է որակել Եվրամիության տեխնոլոգիական կարգավորիչների կողմից Իլոն Մասկի X հարթակի նկատմամբ կիրառված 120 միլիոն եվրո տուգանքը, հայտարարելով, որ չի հասկանում, թե ինչպես են ԵՄ-ում արդարացնելու այդ քայլը։ Տուգանքը կիրառվել է անցյալ շաբաթ բովանդակության կանոնների խախտման հիմքով։ Մասկն այն արդեն քննադատել էր անվանելով անհեթեթություն։ ԵՄ կարգավորիչները պնդում են, որ X-ը խախտել է թափանցիկության պահանջները, ինչը դարձել է վարչական պատժի պատճառ։ Թրամփը իր հերթին հայտարարել է, որ Եվրոպան վատ ուղղությամբ է շարժվում։ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը եւ Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան հայտարարում են, որ Ուկրաինայի ինքնիշխանությունը պետք է լիովին հարգվի, իսկ նրա երկարաժամկետ անվտանգությունը պետք է հանդիսանա Ռուսաստանի հետ ցանկացած հնարավոր խաղաղ համաձայնագրի անբաժան մաս։ Բարձրաստիճան եվրոպացի պաշտոնյաներն իրենց համատեղ ուղերձը հրապարակել են սոցիալական ցանցում։ Բրյուսելում Վոլոդիմիր Զելենսկուի եւ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ հանդիպումից հետո նրանց խոսքով ԵՄ-ն շարունակում է հստակ եւ անշեղ աջակցություն ցուցաբերել Ուկրաինային, ընդգծելով, որ խաղաղության հիմքում պետք է լինեն միջազգային իրավունքի սկզբունքները։ Իսրայելը հայտնել է, որ հարավային Լիբանանի մի քանի շրջաններում հարվածներ է հասցրել Հզբոլահի խմբավորման ենթակառուցվածքներին, այդ թվում Ռադվան ստորաբաժանման օգտագործած վարժական համալիրին։ Ռազմական գերատեսչության տվյալներով վնասվել են նաև խմբավորմանը պատկանող մի շարք ռազմական կառույցներ։ Նշենք, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները Հզբոլահը ճանաչում է ահաբեկչական կազմակերպություն, մինչդեռ Եվրամիությունն ահաբեկչական է համարում միայն դրա զինված թևը, ոչ քաղաքականը։ Չնայած 2024 թվականին Ամերիկայի Միացյալ Նահանգների միջնորդությամբ ձեռք բերված հրադադարի պայմանավորվածությանը Իսրայելը եւ Լիբանանը շարունակաբար միմյանց մեղադրում են դրա խախտման համար։ Լիբանանի պետական աղբյուրները հայտնում են, որ իսրայելական ինքնաթիռները բազմաթիվ ավիահարվածներ են իրականացրել հարավային բնակավայրերի ուղղությամբ։ Ուկրաինայի հյուսիսային Սումի քաղաքը կրկին թիրախում է։ Երկուշաբթի ուշ երեկոյան ռուսական անօդաչու թռչող սարքերն իրականացրել են ավելի քան 10 հարված, առաջացնելով լայնածավալ էլեկտրաէներգիայի անջատումներ։ Սա վերջին 24 ժամում երկրորդ խոշոր հարձակումն է Սումի ուղղությամբ։ Ավելի վաղ ռուսական ԱԹՍ հարվածը վնասել էր բնակելի տուն, ինչի հետևանքով 7 մարդ էր վիրավորվել։ Ուկրաինական կողմը նշում է, որ վերջին ամիսներին ռուսական հարվածները հիմնականում ուղղված են էներգետիկ օբյեկտներին, ձմռան նախաշեմին ճնշում գործադրելու նպատակով։